Թրամփն ասում է, սա լավագույն պահն է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու համար։ Զելենսկին ասում է, անվտանգությունն ապահովեք, ընտրություններն անցկացնենք։ Տարիներ շարունակ քննարկվող այս թեման կրկին օրակարգային է դարձրել ԱՄՆ նախագահը, ակնարկելով, որ Զելենսկին պատերազմն օգտագործում է որպես իշխանության մնալու գործիք։ Երկար ժամանակ է անցել, կարծում եմ, ժամանակն է ընտրություններ անցկացնելու, նրանք պատերազմն օգտագործում են ընտրություններ չանցկացնելու համար, բայց ուկրաինացի ժողովուրդը պետք է ունենա այդ ընտրությունը։ Նրանք խոսում են ժողովրդավարության մասին, բայց այն, ինչ կատարվում է, այլևս ժողովրդավարություն չէ։ Պոլիտիկոյին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը այլ բաներ ևս կասկածի տակ է դրել։ Ձևակերպումների մեջ իրեն բնորոշ ազատությանը հավատարիմը մնալով նա ասել է, որ եվրոպացի առաջնորդները թույլ են եւ ի վիճակի չեն ձեռնարկելու վճռորոշ գործողություններ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու համար։ Նրանք լավ չեն աշխատում, չափազանց շատ են խոսում, ոչ մի գործ չեն անում եւ պատերազմը շարունակվում է անվերջ։ Եվրոպական երկրների մեծ մասը քայքայվում են, նրանք պետք է վախենային այն բանից, ինչ անում են իրենց երկրների հետ։ Նրանք կործանում են իրենց երկրները։ Եվ այս մարդիկ, որոնց ես սիրում եմ, թույլ են։ Կարծում եմ, նրանք չգիտեն ինչ անել, Եվրոպան չգիտի ինչ անել։ Թրամփը ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծման 28 կետանոց առաջարկն անելուց հետո վստահ է, որ խաղաղություն բերողը կրկին ինքն է լինելու։ Նրա համար հստակ է նաև հաղթողը, եւ այն Ուկրաինան չէ։ Ռուսաստանը, որովհետև Ռուսաստանն առավելություն ունի, նրանք շատ ավելի մեծ են, ուստի շատ ավելի ուժեղ։ Ես շատ եմ գնահատում ուկրաինացի ժողովրդին եւ զինվորականներին, անչափ մեծ գովասանք եմ հայտնում քաջության, մարտերի այդ ամենի համար։ Բայց գիտեք, չափերով մեծը կհաղթի։ Միևնույն ժամանակ եւ հակառակ Թրամփի որակումներին Եվրոպան շարունակում է քննարկել ու անել հնարավորը, որ Ուկրաինան հզորանա։ Այսպես Կիևը առաջիկա տարիներին Շվեդիայից տարեկան մոտ 4 միլիարդ եվրո աջակցություն կստանա։ Բրյուսելը եւս Ուկրաինայի համար փնտրում է երկարաժամկետ ֆինանսավորման ուղիներ։ Եվրոպան վստահ է, որ Ուկրաինայում խաղաղության ճանապարհն անցնում է Մոսկվայի դեմ պատժամիջոցները խստացնելու եւ Կիևին աջակցությունը մեծացնելու միջոցով։ Եթե Պուտինը զգա, որ Ուկրաինայի աջակցությունը թուլանում է, մինչդեռ ինքն ամեն օր ամրապնդում է իր դիրքերը, կշարունակի իր ագրեսիան։ Նրա հաշվարկները փոխելու միակ միջոցը Ուկրաինային տրամադրելն է ոչ միայն հուսալի, այլև երկարաժամկետ աջակցություն։ Եմենը, ի տարբերություն ԱՄՆ-ի, այս պահին կասկածի տակ չի դնում Զելենսկու լեգիտիմությունը եւ առաջ չի քաշում ռազմական դրության պայմաններում ընտրություններ կազմակերպելու հարցը։ Այս հարցին ի դեպ Զելենսկին ստիպված է եղել պատասխանելու դեռ 3 ամիս առաջ Սպիտակ տանը։ Այո, իհարկե, մենք բաց ենք ընտրությունների համար, բայց պետք է ապահովենք անվտանգությունը եւ մի փոքր էլ պետք է աշխատենք խորհրդարանի հետ, քանի որ պատերազմի ժամանակ ընտրություններ չեն կարող լինել։ Այս անգամ արդեն Զելենսկին հարցն ավելի վիրավորական է համարել։ Լրագրողներին փոխանցած ձայնային հաղորդագրությամբ Ուկրաինայի նախագահն ասել է, Ուկրաինան պատրաստ է ընտրությունների։ Դրանք կարող են անցկացվել 2-3 ամիս հետո, եթե անվտանգությունը երաշխավորեն Միացյալ Նահանգները եւ այլ դաշնակիցներ։ Կարծում եմ, որ Ուկրաինայում ընտրությունների հարցն առաջին հերթին կախված է մեր ժողովրդից եւ ամենայն հարգանքով մեր գործընկերների նկատմամբ սա Ուկրաինայի ժողովրդի հարցն է, ոչ թե այլ երկրների։ Բայց հիմա խնդրում եմ եւ դա հրապարակավ եմ անում, որ ԱՄՆ-ն օգնի ինձ, գուցե մեր եվրոպական գործընկերների հետ ապահովելու ընտրությունների անվտանգությունը։ Թրամփն իր առաջարկին հաջորդած այս հայտարարությանը դեռ չի արձագանքել։ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են պնդել, որ պատերազմի ընթացքում, երբ ընտրողները, ընտրվողները, ընտրությունը հսկող դիտորդները խրամատներում են, գործը գլուխ չի գա։ Բայց Զելենսկին արդեն հղել է ընտրություն կազմակերպելու օգնության խնդրանքը, ուստի չի բացառվում, որ 3 ամսից պատերազմող Ուկրաինան նոր նախագահ կընտրի։ Արուսյակ Կապուկչյան, Ռադիոլուր։